Այսօր մայիսի 25-ն է 2024 թվի։ Իմ անունը Մերիլինա, ես զբաղվում եմ գիտությամբ եւ սիրում եմ ճանապարհորդել։ Արի գնանք ման գալու։ Այսօր քեզ տանեմ Շանհայ քաղաքի հնագույն մասը։ Մի քիչ այստեղ պատտվենք, տեսնենք ինչ կա։ Այս տողներն պես թե են վաճառում, ինչ-որ խանութները փակ են։ Այս աջ եւ ձախ կողմերը լրիվ խանութներ են։ Լավ, գնանք տեսենք այն կողմը ինչ կա։ Լավ, ոնց պատտվենք, որ կողմ գնանք։ Այդ գնանք այս կողմով, հետո այն կողմով հետ գնանք։ Իսկական ցիտի կա։ Ծլվելունը։ Այնքան են արհեստական, այս մեկն էլ է իսկական։ Այնքան են արհեստական ծլվելոցներ գալիս ամենտեղ, որ չես պատկերացնում, որ կարող է կենդանի ծլվելոց էլ լինի։ Ֆենշուի համաձայն։ Ստացա թող։ Ֆենշուի, բայց շատ հետաքրքիր է ինչ էֆեկտ ունի ֆենշուի։ Գործում է, չի գործում։ Հնարել են չինացիները, իսկ օգտագործում են բոլոր ամբողջ աշխարհը։ Միգուցե պետք է հաշվի առնել, որ Չինաստանում ամեն ինչ ուրիշ է։ Տես ծառերը։ Բանզայ, հա, ոնց էր բանզայ։ Ինչ էր անունը հետ։ Փոքրիկ ծառերի։ Տես մեծ ընջրատարի, այս ինչը փող էր հավաքում երևի, հա։ Այս որ այստեղ կանգնած է, ինչ բան էր, ինչ հասկացա, երևի տեսա որ տարի երկացի եմ հանգիստ թողեց։ Տես, սա մեծ ընջրատարի, ես պատմել եմ վիդեոներից մեկում, նորից պատմեմ, եթե այն կողմը չես տեսել։ Ուրեմն Չինաստանում կան շատ մեծ գետեր, որոնք հոսում են արևելքից արևմուտքից արևելք, ձախից աջ։ Ու լցվում են օվկիանոսը։ Որպեսի իրար կապեն, դեռ Ցի Շիխուանջին երեք անունը տվեցին, երեք եմ իմացել, որ իր օրոք է սարքվել է 431 թվին, թե ոնց մի հատ թիվը մի հատ հլը ընկալեք 431 թվականին է սարքվել եւ մինչեւ օրս համարվում է աշխարհի ամենաերկար ջրատարը ու այն ժամանակվանից ի վեր իրոք ունի շատ մեծ նշանակություն Չինաստանի տնտեսության համար։ Իհարկե, տեսել եմ, բոլոր ամբողջ երկիրը կապել է իրար, ամբողջ առևտուրը կապել է իրար, այն ժամանակ էլ մեծ նշանակություն ուներ, ու մինչև հիմա էլ պատկերացրու, որ այդ նշանակությունը մնացել է։ Հետարքիր տներ են, հալենային։ Իհարկե, սրանք նոր տներ են, կառուցված հին ոճով։ Այսինքն բաներ, որ տեսնում եմ, ես ուրախանում եմ, հա, որ ազգը իր ոճը չի մոռանում։ Այն երկաթն ու ապակին, երկաթ բետոն ապակին, որ կպցնում են իրար, ախր անհարմար է, հա, տենց շենքում ապրել, աշխատել նույնպես
անհարմար է։ Իսկ այստեղ նույն նորակառույց է ու հին ոճի։ Ահեն է մի քիչ ենքո նոր շենք է ու անկապ։ Շոտ անկապ։ Առաջներում քաղաքների առջևում դրել են քաղաքների մուտքերի մոտ դրել են այսենց դարպասներ։ Որ երևի սիմվոլիկ ա եղել այդ մուտքը, բայց եղել է համարվել է, որ այդ դարպասի տակից անցար, ուրեմն արդեն քաղաքում է, ես չկարքի բաներ, չեմ տեսել սենց բան, քաղցրավենիքներ են երևի։ Երևի հին ժամանակներում էլ է, հա, այսենց եղել, տես խժվժը, անցուդարձ։ Դե իհարկե, այն ժամանակներում մեր թվարկությունից 431 թվին երևի այսքան չինացի չի եղել, հա, աշխարհում։ Բայց միևնույն է, ինձ թվում է, միևնույն է ղժբժը եղել է։ Խարախշտիկ։ Ալա, այսենց նայի հլա, այս վերևներում, հետաքրքիր ոնց են ապրել հին ժամանակներում այս տեղերը։ Ամար, անցեք չէ, սիգնալ տալով անցնում է։ Ար չի հասկանում, հետիոտնի համար է, այս փողոցը թե չէ։ Տեսն չեր կա, արի մտնում տեսնում էլի։ Մի հատ այս գեղեցկությունը նայեք, ինչքան սիրուն է։ Երևի հարսանեկան է, կամ էլ ինչ-որ ուրիշ պրովինցից։ Չեմ տեսել սենց բան։ Ինչքան սիրուն շորեր ունեն, բասրամ։ Բնական բան է, որ մետաքսը այստեղ է ստեղծվել, այստեղ է արտադրվել, այլ որտեղ լիներ։ Առայժմ այս քաղաքը նման է տոնավաճառ է։ Հետաքրքիր բան չկա։ Այսինքն ստեղի վրա ինչ-որ բաներ կսարքեն, կվաճառեն։ Բանի տարոսիկների նման է։ Ոնց որ տարոսիկներ լինեն։ Ու սա ես տենց եմ հասկանում, սե հասմիկ է, հասմիկի ծաղիկ է։ Չգիտեմ այդ ինչ էր նշանակում։ Տեսել եմ։ Այս ինչ փողոց է չգիտեմ, բայց ասում ասա իրանց ցանկություններն են գրել են ու կպցրել են, հա։ Այսինքն մենք էլ անցենք իրանց ցանկությունների տակով, թող բոլոր լավ ցանկությունները մեր վրա կատարվեն, իմ ու քո վրա։ Շիտարքիր է։ Այս էլ երևի չինական ինչ-որ մի տրադիցիա է, հա։ Հեսա տես, այստեղ սարքում են, այստեղ վաճառում են, իրանց ցանկությունները գրում են վրան, ու այսինքն կախում են։ Ինչքան ազատ տեղ կա, ինչքան ցանկություն կարելի է ունենալ։ Արի մենք էլ մի հատ ցանկություն ունենանք էլի։ Որ հաջող ճանապարհորդենք, որ մեր ճամփեն կանաչ լինի, գլխներիս վերև կապույտ երկինք լինի ճանապարհորդելիս եւ ոչ միայն, ու ամենակարևորը խաղաղ երկինք լինի, խաղաղ աշխարհ լինի։ Հետաքրքիր է։ Սա
տուրիստական վայր չի երևի, դրա համար այդքան տուրիստների մասին չեն մտածել, երևանցի եթե պետք է առևտուր անել, գալիս է սենց տեղեր, այս բոլորը նեֆրիտ է։ Իրանք տարածել են, որ ամենալավ նեֆրիտը, նեֆրիտի հանքերը, չգիտես ինչերը, ուրեմն Չինաստանում են։ Հիմա տեսեք մի հատ գաղտնիք եմ իմացել։ Ինձ մասնագետ մի կին պատմեց, որ ճիշտ է, բանի նեֆրիտի հանքերը իրոք ամենամեծը Չինաստանում է, բայց չինական նեֆրիտը շատ փափուկ քար է ու չինական նեֆրիտից զարդեր սարքել չի ստացվում, կամ լինում են շատ փխրուն ու նուրբ։ Դրա համար այս բոլոր նեֆրիտը, որ այստեղ սիրուն զարդեր են սարքում, բերում են Չինաստանից, ինչ եմ ասում, բերում են Բիրմայից բերում են, այստեղ զարդեր են սարքում, մշակում են, զարդեր են սարքում։ Այդ էլ չինական նեֆրիտը, Բիրմայա պետք գնալ։ Շանհայի հնագույն քաղաքում ոչ մի հետաքրքիր բան չկար, այնտեղ պագոդա է երևում։ Արի գնանք տեսնենք այդ ինչ պագոդա է։ Այս մի կուճուրիկ տեղն է, իրա դարպասով դեպի ջրանցք։ Այս ջրանցքի մասին պատմել եմ, աշխարհում ամենամեծ ջրանցքն է, ջրատարն է։ Գնացինք այս կողմ, պագոդան այս կողմն էր երևում։ Այստեղ մի քիչ ավելի քաղաքը կրթված ներսա։ Այլ տես, այն երազանք ցանկություններից քայլակապցնել հենց այս բանի վրա, վանդակի վրա։ Վերցնես մի հատ մեծ վանդակ ես առնում, այս փայտիկներից ես կտրատում, ցանկությունը գրում ես վրան ու կարմիր թելով կապում ես վրան։ Թռնում համ ինտերիերի ինչ-որ առարկա, համ էլ ցանկություններիդ կատարվում է։ Ու անպայման պետք է դնել, ասեմ, արևմուտքում, քո տան արևմտյան կողմը։ Փորձեմ, տեսնես որ կատարվում։ Քաղցրավենիքները։ Հալվայա, ինչա, պեչենյե, խացկաբլիթա, օվա, ստեղ էլ ունեն իրենց այդ քաղցրավենիքից։ Հանգստյան զոնա։ Այսրանից առավոտը նայում էի, այս պալմայի տերևներ են, ուրեմն մի հատ աղջիկ պալման վերցրեց, թելեր սարքեց, այս բաները կտրեց, թաքչեց, չորացրեց, ինչեր արեց, օսա ցենց իրան հագուստ պատրաստեց, օսա իրան լավ պահում էր արևի շոքից, 3-30 աստիճան շոք էր, այսօր ավելի հովա։ Այս մեկը խապեին է, ցենց առնում ես, դնում ես տանը, ամեն առավոտ փորիկը տրորում ես, շփում ես, քեզ փող ա բերում։ Սիրուն է։ Այ, տես ինչ սխալ տեղ էի գնացել, այ թե որտեղ է հին հնագույն քաղաքը, հələ տեսել է, քիչ էր մնում վատ տպավորություն թողներ ինձ վրա։ Արի մենք բարձրանանք այստեղ նկարվենք։ Արի այս կողմը նկարվենք։
մազերից բիզբիզ է, բայց ոչինչ էլ ես բիզբիզ մազերով եմ ես։ Այստեղ հնարավոր չի կարգավորված մազեր ունենալ։ Սարքում եմ տանից դուրս եմ գալիս, օդի խոնավությունից մեկ էլ բիզբիզ եմ կանգնում։ Ոչինչ։ Շարունակեցինք։ Գնացինք։ Նրանց ուտելիքն եմ ուզում ցույց տամ չինացիների։ Այս բաների մեջ պետք է որ բրինձ փաթաթած լինի։ Երբ որ սովածանա, ասենց բան կուտեմ ու ձեզ կասեմ թե մեջը ինչ էր։ Հիմա քաղցած չեմ, հյուրանոցում լավ ուտում եմ դուրս եմ գալիս ու լավ երկար պահում եմ։ Իմ հյուրանոցի ուտելիքը շատ մաքուր է, համով է ու առատ է։ Այսօր կարելի է նենց ուտել, որ նույնիսկ ամբողջ օրը ուչի բան չուզես։ Hello. I don't know what is it. Այս միսա, ինչա։ Չգիտեմ ինչեր են սրանք, եթե դուք գիտեք, կոմենտներում գրեք։ Գրեք ես էլ իմանամ, տեսնելը տեսել եմ, փորձելու չեմ փորձելու, չգիտեմ ինչ է։ Տեսել եմ։ Այս իսկական հնագույն շուկա է, մի հատ տես։ Այս արդեն տուրիստների համար չի վաճառվում, այս արդեն տան համար է վաճառվում։ Տես խոզա, որտեղ տոտիկ, մոտիկ, քորոտիկ լրի վերևում է։ Լավ տեղը։ Լավ տեղեր կա։ Երբ որ քաղցածանամ, հա, ոնց է։ Հայաստանից մի քանի տասնհինգ դուրս ապրելը ինձ վրա լավ չի անդրադարձել։ Իմ կրթությունը հայերեն լեզվով չի եղել։ Բայց երբեք չեմ դժվարացել հայերեն խոսելու, իսկ հիմա մի քիչ պակաս է պրակտիկան։ Այս արծաթի խանութ է ու այս էլ իրանց արծաթագործն է, էստի համեցեքն է, նստած իբր բան է սարքում ու մարդ է գրավում, ինձ էլ այս ձայնով գրավեց։ Տղաներն էլ էստի համեցեքն են։ Մի քիչ առաջ մեկն էլ նստած նախշեր էր նկարում թղթի վրա։ Սրանց վժվժոցներ է, այս խեղճ մարդը ոնց նստել է դիմանում է։ Էլի թեյեր, մենք ես թեյերի ծառել ենք։ Այդպես ինչ լավ վարդ է։ Խոշոր վարդ է։ Տեսը պետք է առնել։ Չգիտեմ ինչ ասում, բայց սրա թեյը ինչքան սիրուն է։ Իրան իման ապրել։ Այս ինչ-որ բաներ ունի։ Բանանի հյութ են սարքում, հլատես։ Բանանի հյութ չէ։ Այս, ոնց է կոչում, տրասնիկ։ Տրասնիկի հյութ է։ Այս է։ Yes. Հա։ Small. Եկեք փորձենք, հա։ 这个是这个是这个。 Այս է 15 յոն։ Հա, այս մի հատ։
要别的在菲律宾的有啊。 Ասես չհասկացա։ Ուրեմն այս սրանից հյութ ենք հանում։ 这个可以吧？ Հա։ Սառնարանից տվեց։ Ասում որ սառնարանից է տալի։ 欢迎。 Ուրեմն քեզ անջատեցի, որ վճարեմ այս հյութի համար։ Մի հատ գրի, հա, տրասնիկ ոնց է հայերեն։ Ուրեմն, այստեղ գալուց անպայման պետք է ունենալ հեռախոսի վրա ինչ-որ հավելված։ Հետո վիդեո կնկարեմ, թե ինչ հավելված։ Որովհետև ոչ մի անգամ, մի ամիս Հայաստան եմ գալիս, ոչ մի անգամ չեմ տեսել, որ քարտով բան մուծեն, ինչ-որ բան վճարեն։ Բոլորը վճարում են հեռախոսի հավելվածով, որի անունն է կամ Alipay կամ WeChat։ Եկանք հասանք այդ պագդային, այս էր երևում են հեռվից։ Չգիտեմ գործողա թե գործող չի։ Սիրուն բաներ են, հա, այս գլխարկները բաները, ինչքան սիրուն են։ Հələ տես, այստեղ էլ այս պագդայի կողքերը, այստեղ էլ հա, այդ իրանց իղձերը կպցրած է, հələ տես ինչքան են, ինչքան մարդ, ինչքան ցանկություն ունի, վայ, ինչքան երազանք ունեցող կա։ Սա բանն է, հավանաբար այստեղ էլ ջուր է եղել։ Ջրի հետքերն է մնացել։ Հավանաբար ֆենշուի հետ կապված բան է, ուրեմն ֆենշուի կապված է ջրի քամու այս քամին է, ու պետք է մի քիչ էլ զանգուլակ լինի, այս հրա նման, որ ձայներ հանի, ջուրը, քամին ու մեկ էլ երրորդը, ինչ է երրորդը, չեմ հիշում, տես մի հատ իրար խփում են ու ձայներ են հանում, լսվում է, Ես տանը ունեմ սրանից, բայց Ճապոնիայից եմ առել, հա, այսպես կախած, որ քամին տալիս են սիրուն զնգզնգում է։ Չգիտեմ ստեղ ինչ է, բայց արի անցնենք։ Երևի գործող է, հա, այստես անցկա։ Այստեղով անցնենք։ Բոլոր իղձերը, երազանքները ի կատար գա, եթե բարի է։ Եթե բարի բան են մտածել, թող կատարվի։ Այս հենց, գնամ տեսնեմ որտեղ կարող եմ նստեմ, որ այս հյութը խմեմ։ Փորձեմ տեսնեմ ինչ է։ Կարելի է այստեղ նստել մի ջայլոց։ Նստելու տեղը։ Լավ, գնացինք։ Ուրեմն նայում եմ հեռախոսից վրայի թարգմանիչին, ռուսերեն գրեցի, հայերեն տվեց շաքար եղեգ, բայց ես երբեք չեմ լսել շաքար եղեգ բառը, ոչ մի անգամ, առաջի անգամ եմ լսում, շաքար եղեգ, տեսար հլը մի հատ պասի անգլերեն, իսկ անգլերեն, sugar cane, անգլերեն էլ երբեք չեմ լսել, այդ բառը ես պարզվում է, որ ես գիտեի միայն ռուսերեն, անգլերեն sugar cane, իսկ հայերեն շաքար եղեգ, ուրեմն այստեղը, որ ես նստել էի, ճիշտ է մի քիչ շատ փոշոտել էր, բայց այստեղը հատուկ սարքված է, ես հենց տեղեր էլ եմ տեսել, հատուկ սարքված է, որ մարդիկ պագդա գալուց հանգստանում։ Ուրեմն այդ շաքար եղեգի մասին, շաքար եղեգ ես հիշում եմ, այդ շաքար եղեգից սարքած շաքար էինք ստանում Կուբայից, երբ որ Կուբայի հետ լավ ընկերներ էինք, թե Կուբան ուզում էր սովետական միությունը Իրանով աներ, դե արել էր էլ Իրանով, որ շաքար էին բերում, ուրիշ Կուբան երևի ոչ բան չուներ, Կուբան
էլի չինացիների նման սոցիալիստական ազդեցության տակ, սովետական միության, չասեմ որ ազգի, շատ աղքատ երկիր էր։ Հիմա չգիտեմ, հիմա ոչ մի տեղեկություն չունեմ, բայց առաջներում, երբ որ իրանց ազդեցության տակ էր այն մեծ երկրի, այն ժամանակ էլի շատ աղքատ վիճակ էր, երբ որ Ֆիդել Կաստրոն էր, հա, իրանց ղեկավարում, սոցիալիստ, կոմունիստ։ Այս երեխաները եկել են պագդա են նկարում։ Ինչ լավն են։ Ով երեխա է աման տալի, ով շուն։ Հատուկ այսինք սալակներ կան շների համար։ Նստել են սիրուն նկարում են։ Իսկ սա, ոնց որ ասեցի, բոլոր տեղանքների առաջ, մուտքի առաջ կառուցված են եղել այսենց դարպասներ, չգիտեմ, պարիսպեղել է, սրանց հետո թե ուղղակի սիմվոլիկ դարպասներ են եղել, որ մուտքը երաշխավորել է, որ դու արդեն մուտք ես կատարել, ինչ եմ ասում, այսինքն այս դարպասը արդեն ցույցատվել, որ դու արդեն մուտք ես գործել հենց այդ տեղը, որտեղ որ գնում ես։ Մի խոսքով, սա տեղանքի մուտք է եղել, ու իհարկե, իրանք ունեն մուտքերի առաջ, ունեն առյուծներ, բա ոնց առանց սրա։ Ուրեմն, տեսեք, միշտ երկուսն են այս առյուծները, այստեղ են երկուսը, մեկը այս կողմը, մեկը այն կողմը։ Այսա պատմեմ մի բան, մի հատ ուզում եմ սկզբից ուշադրություն դարձնեք բերանի մեջի գնդակին, որ դուրս չի գա բերանի մեջից, այսինքն երևի բերանի մեջը հենց տաշվել է։ Ուրեմն, միշտ երկու հատ են, որտեղ որ կտեսնենք երկու հատ, այդ նշանակում է կին եւ տղամարդ։ Կնոջ սկիզբը եւ տղամարդու սկիզբը։ Ոնց ենք իմանում, թե որը ով է։ Ուրեմն, կնոջ թաթի տակ կա բալիկ, փոքրիկ բալիկ, այս մեկը առյուծի ձախու կա, ոնց տեսնում եք։ Ուրեմն, նշանակում որ այդ կինը։ Իսկ այս մյուսի թաթի տակ կլոր գունդա, այսինքն, որ խորհրդանշվում է երկրագունդը, այսինքն իշխանություն աշխարհի վրա։ Թաթը տվել է ու դրել է ու ղեկավարում է ամբողջ աշխարհը։ Սա բերանի մեջ գնդակի պես բան կա, ու այդ գնդակը կաշվել է հենց իր բերանի մեջ, ոնց ասեմ, վիճակում, հա։ Մի խոսքով, այդ գնդակը դուրս չի գալիս, բերանի մեջ է կաշված։ Արդեն ինձ թվում է մենք հին քաղաքը վերջացրեցին, հիմա մի ուրիշ հետաքրքիր տեղ կա, քեզ տանում ուրիշ հետաքրքիր տեղը։